Բնականաբար մենք ինչպես նկատում եք համայնքներում խոսում ենք այն փոխադարձ սիրո մասին, որ մենք ունենք ժողովրդի հանդեպ եւ ժողովուրդը ունի մեր հանդեպ եւ գնալով քարոզարշավը ել ավելի ջերմ ու ուրախ է անցնում ամեն համայնքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիների նման ջերմ ընդունելության համար։ Այս պահին էլ մենք գտնվում ենք Արմավիրի մարզում, Արաքս խոշորացված համայնքում եւ ինչպես տեսնում եք, ինչպիսի մարդաշատ, ինչպիսի ջերմ, ինչպիսի ուրախ միջավայրում է անցնում քարոզարշավը եւ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն իսկ կատարել է իր ընտրությունը, որովհետև այսօր այնպիսի դարում ենք ապրում, որ այնպես չի, որ քարոզարշավի ընթացքում դա պետք է զգանք կամ հասկանանք, ընդհանուր առմամբ մենք այդ ջերմություն ու սիրո զգացողությունը չենք ունեցել նույնիսկ նախկին 5 տարիների ընթացքում, կոնկրետ ես իմ օրինակով կարող եմ ասել, ուղղակի ընտրությունները եւս մեկ անգամ հավաստում եւ մանդատ են տալիս, որպեսզի մենք էլ մեր հերթին աշխատենք ել ավելի մեծ պատասխանատվությամբ։ Տիկին Ղազարյան, կցանկանայի խոսենք նաև ձեր քաղաքական օպոնենտներից Հայաստան Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունների, ավելի ճիշտ ոչ թե հայտարարությունների, այլ վիրավորանքի մասին։ Ինչ է կարծում, ինչու է նա այդպես անում։ Գիտեք, երբեմն երբ որ ասելիք չունես, անցնում ես վիրավորանքի լեզվին, բայց ես ուզում եմ ասեմ, դա էլ իր մոտ չի ստացվում, որովհետև գիտեք, նախ հայերեն խոսալն է դժվարանում եւ դա միշտ է խնդրեմ եղել, որովհետև այդ մարդը հետո անմիջապես փոխում եւ սկսում է խոսել ինքնությունից։ Ես ուզում եմ հարց տամ իրեն, իսկ ինքը որ ազգի ներկայացուցիչն է եւ որ ազգի ինքնությունից է փորձում խոսել եւ ինքնությունը բացատրելու ընթացքում ասում է բաներ, որոնք որ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնության հետ կապ չունեն։ Բացի դրանից ամենազավեշտալի պահը, որ ես լսել եմ, ամեն դեպքում շատ կարճ եմ հետևում, որովհետև ես կարծում եմ, երբ որ ես սկսում եմ լսել Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, այդ մարդկանց խոսույթը, երբ որ հայերեն խոսալ նույնիսկ չգիտեն, այլ տրամաբանության մասին չեմ խոսում, իմ մոտ այսպես իսպանական ամոթ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, նույնիսկ նեղվում եմ նույնիսկ իրենց փոխարեն, որովհետև չի կարելի նման խելքով, ներողություն, նման տրամաբանությամբ հավակնել երկրի իշխանությանը, այնպես որ շատ չեմ հետևում, որովհետև կոնկրետ դիսկոմֆորտ եմ զգում, այնուամենայնիվ կարճ դրվագներում, որ տեսել եմ, խոսում են երկրի անվտանգությունից, Ժորժ ջան, ախր մենք տեսել ենք ձեր պահած անվտանգությունը, էլի գոնե ամոթ անեք, նման բաներից ընդհանրապես չխոսեք, կանսերվի կոկոշկեքով սահման էիք պահում, դա էր ձեր ապահոված անվտանգությունը կամ սահմաններին օրական զինվորներ էին զոհվում, դա էր ձեր պահած անվտանգությունից իրանք ընդհանրապես պետք է չխոսան, որովհետև դա ուղիղ իրենց դեմ է գործում։ Իսկ ձեզ ինչու են նրանք մեր զոհերի նահատակների թիվը ուռճացնում, ինչպես վարչապետն է ասում 5000, 6000, 7000, երբ կա հրապարակված պաշտոնական թվեր։ Այո, հաճույք են ստանում, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վիճակը վայ, ես միշտ եմ ասում, մենք բոլորս միշտ ենք փաստել, որ ինչքան վատ մեր համար, այդքան լավ իրենց համար ենք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաշվին են հարստացել։ Եվ եկեք չմոռանանք, որ 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքն ու հարստությունն ավելի շատ էր, քան Հայաստանի Հանրապետության բյուջե։ Այս են այս մարդիկ։ Եվ հիմա նրանք փորձում են պաշտպանել իրենց ունեցվածքը։ Բնականաբար նրանք փաստաբանություն են անում այլ երկրի համար, ես միշտ եմ ասել, նրանք կոնկրետ Հայաստանի Հանրապետության պետական շահի մասին չեն մտածում, այլ մտածում են այլ երկրի պետական շահերի մասին եւ դա ակնհայտ արդեն փաստ է բոլորի համար եւ բնականաբար իրենց ունեցվածքը պահելու կռիվ է, այստեղ ուրիշ կռիվ չի կարող լինել իրենց համար, որովհետեւ մենք իրենց շատ լավ ենք ճանաչում։ Վերջին հարցը, ինչ է կարծում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համակիրների մեծ բանակ ունի թե ոչ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը երբեք չեմ կարող առանձնացնել ժողովրդից։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում երկու, այսպես ասած, կողմեր կան։ Մի որոշ քանակ այդ օլիգարխներն են իրենց շրջապատով եւ մնացածը ժողովուրդն է քաղաքացիական պայմանագրի առաջնորդությամբ։